Օլիմպիադանում ուժային կառույցների վետերաններ են, անվանի մարզիկներ, վաստակավոր մարզիչներ ու ֆեդերացիաների նախագահներ։ Նրանց տարիների նվիրվածությունն ու ձեռքբերումները բարձր են գնահատում Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ու ոչ օլիմպիական մարզաձևերի միությունը։ Վաստակաշատ մարդկանց մեկ հարկի տակ են համախմբել գաղափարներ, որոնք միտված են զարթոնքի։ Գագիկ Ծառուկյանն օրեր առաջ հայտարարել էր, որ խեղճությունը մեր թշնամին է ու մենք նրան հաղթելու ենք։ Հենց աշխարհը տեսավ, որ մենք հաղթահարել ենք խեղճությունը, կսկսի հարգել մեզ։ Մենք կունենանք լավ դաշնակիցներ, լավ բարեկամներ։ Բոլորս գիտենք պետք է խոթապենք սուխու վայնասունը եւ վերազինվենք, որպեսզի այս ավետած երկիրը չի կարես հպարտ երկիրը, այս արժանապատիվ երկիրը, այս ավետած երկիրը չի կարող sense քերծացած, դսեմացած, վախոտ վիճակում լինի։ Մենք բոլորս խոթապենք սուխու վայնասունը, պատրաստենք իզենի գործ։ Մենք այս մեր արժանապատվությունը պետք է վերականգնենք։ Միանշանակ բոլորը տեղյակ եք երևի գիտեք, որ պարոն Ծառուկյանը միշտ սատարական է սպորտին զարգացնելու եւ հայկական դրոշը ծածանելու բոլոր բեմերում, այլ նաեւ նյութապես, բարոյապես, ֆինանսապես ազատամարտիկներին, միլիցիայի հատկանշանակության ջոկատներին, որովհետեւ ինքը գիտի դրանց դեպի նշանակությունը։ Մեր նպատակը մեկն է՝ ունենալ ուժեղ պետություն, իսկ ուժեղ պետություն ունենալու համար պետք է ունենանք առողջ սերունդ։ Մենք բոլորս միասին պետք է պայքարենք թմրամոլության ձիայի դեմ, զերծ երեխաներին առատավոր երևույթներից։ Այս գաղափարախոսությունով բոլոր սպաներս մեր վառ օրինակով պետք է փողոցային վատ բարքերի դեմ պայքարենք նաև սպորտի միջոցով, սպորտը համարելով դեղամիջոցներից մեկը։ Ուժային կառույցներում աշխատողների գործունեությունը տեսանելի չէ շատերի համար, ոչ թափանցիկ, բայց հույժ կարևոր նրանց աշխատանքում էական է նաև մարզական պատրաստվածությունը։ Այս մարդիկ իրենց ամբողջ ներուժով հատուկ առաքելություն ունեն ամուր պետության կայացման գործում։ Հայրենիքին ու հայկական սպորտին իրենց կյանքի տարիները նվիրած մեր վետերանները Գագիկ Ծառուկյանի կողմից արժանանում են խորհրդանշական մեդալների ու նվերների։ Գագիկ Ծառուկյանին էլ միջազգային ոստիկանական ասոցիացիայի կողմից բարձրագույն պարգև է հանձնում գնդապետ Գրիշա Սարգսյանը։ Միայն տարածաշրջանում Հայաստանն գտնվում լիիրավանտ այս միջազգային ոստիկանական ասոցիացիայի կառույցին, դա միավորած ազգերի կազմակերպության կառույցը, թույլ տվեք Լոնդոնի կողմից միջազգային ոստիկանական ասոցիացիայի ամենաբարձրագույն պարգևը շնորհել պարոն Ծառուկյանին իր բարձր մարդկային հատկանիշների համար, իր բարեգործության համար, որ միշտ կանգնած է բանակի ռազմաճակատի, հայրենիքի եւ սպորտի կողքին։ Հարկ դրան։ Ուժային տարբեր կառույցների կողմից ՀԱՕԿ նախագահին եւ նրա որդուն ոչ օլիմպիական մարզաձևերի միության համահիմնադիր Հովհաննես Ծառուկյանին շնորհում են նաեւ այլ խորհրդանշական մեդալներ։ Նաեւ Հովհաննես Ծառուկյանը իր հոր գործը շարունակող է, որը որ իրով հարայր շարունակելու է, նաեւ պարգևատրվել է շնորհակալագրով մեր միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների կողմից։ Վերջում նաև շնորհավորանքներ են եւ ավելի ուժեղ ու համախմբված լինելու մաղթանքներ։ Արամ Մանուկյան, Էպիկենտրոն։